Հայաստանի խորհրդարանը պաշտոնապես ընդունել է Եմեն երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Երևանի որոշումը ճանապարհ է հարթում դաշինքում տեղ գրավելու երկար եւ ոլորուն պոտենցիալ անպտուղ որոնումների համար, գրել է Պոլիտիկոն։ Օրենսդրությունը, որն այժմ անցել է երկրորդ ընթերցմամբ, կոչ է անում Հայաստանի կառավարությանը սկսել Եվրամիության անդամակցության գործընթացը։ Հարավկովկասյան երկիրը տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, սակայն վերջերս նա ձգտում էր խզել հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ Հայաստանը մեղադրում է նրան հարևան Ադրբեջանի հետ հակամարտությունում աջակցություն չցուցաբերելու մեջ։ Մինչ Երևանն այժմ աշխատում է Ադրբեջանի հետ պատմական խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, նա նաև ցանկանում է ամրապնդել կապերը Բրյուսելի հետ։ Այնուամենայնիվ, Եվրամիության միանալու գործընթացը կարող է տևել տասնամյակներ, քանի որ այն ներառում է երկրի համապատասխանություն բլոկի չափանիշների լայն ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտները, դատական համակարգը եւ հիմնարար իրավունքների գործունեությունը։ Երկրները կարող են նույնիսկ հետ կանգնել գործընթացի ընթացքում, ինչը տեղի ունենում Հայաստանի մյուս հարևաններից մեկի այլ երկրում Վրաստանում, սակայն Բրյուսելը դադարեցրել է անդամակցության գործընթացը, քանի որ երկիրը բռնել է ավորիտար առանցքը։ Ինչպես գրել է թերթը, Կրեմլի ազդեցությունը մնում է ուժեղ Հայաստանում, քանի որ այն մեծապես կախված է ռուսական էներգետիկայից եւ առևտրից, եւ Երևանում նույնիսկ ռուսական ռազմաբազա կա։ Մոսկվան փորձում է լրացուցիչ պայմաններ ներառել Սև ծովում հրադադարի մասին համաձայնագրում։ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է պատերազմը շարունակել, պետք է ճնշում գործադրել նրանց վրա։ Որքան շատ ռազմական տեխնիկա արտադրվի Եվրոպայում, այնքան ավելի խաղաղ կլինի մեզ համար այստեղ ապրելը, ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ Անհրաժեշտ է վերականգնել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատանքը, որը երկար տարիներ արգելափակված էր ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից։ ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր է դրված ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսանդր Դարչիևի առջև։ Մեկնաբանելով Դարչիևի առջև ծառացած խնդիրները, Զախարովան նշել է, որ իրավիճակը չափազանց բարդ է, հաշվի առնելով, թե քանի տարի ԱՄՆ նախորդ վարչակազմերը քանդեցին Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։ Ի թիվս այլ բաների, անհրաժեշտ է վերականգնել դեսպանատան աշխատանքը այն առումով, որ այն գրեթե երկար տարիներ արգելափակված էր նախորդ վարչակազմի կողմից։ Հատկապես այս ոլորտում մեծ թվով խնդիրներ կան, ասել է Զախարովան։ Պաղեստինյան Համաս արմատական շարժման խոսնակ Աբդել Լատիֆ Ալ-Կանուան սպանվել է Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Ալ Ջազերա հեռուստաալիքը։ Նշվում է, որ նա մահացու վիրավորվել է Ջաբալիա քաղաքում վրանային ճամբարի վրա հարձակման ժամանակ։ Աստանայում կայացել են Ղազախստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Մուրադ Նուրթլեուի եւ Արարատ Միրզոյանի բանակցությունները։ Այս մասին հայտնում է Կազինֆորմ լրատվական գործակալությունը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի խոսքով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարվա ընթացքում Աստանայի եւ Երևանի միջև հաստատվել է կայուն քաղաքական երկխոսություն, զարգացած առևտրատնտեսական եւ մշակութային հումանիտար հարաբերություններ, բազմակողմ ձևաչափով փոխշահավետ գործընկերություն։ Նա նշել է, որ առևտրային կապերի ամրապնդման համար լավ հիմք է ստեղծում ղազախական կապիտալի մասնակցությամբ 100-ից ավել ձեռնարկությունների գործունեությունը Հայաստանում եւ 430-ից ավել հայկական ընկերությունների գործունեությունը Ղազախստանում։ Հաջող երկկողմ համագործակցությունն ուղեկցվում է բազմակողմ ձևաչափով փոխշահավետ գործընկերությամբ։ Մեր երկրները համակարծիք են համաշխարհային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։ Համատեղ մասնակցում ենք միջազգային կազմակերպություններին եւ ինտեգրացիոն միավորումներին, ՄԱԿ-ին, ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին եւ այլն։ Փոխադարձ աջակցություն ենք ցուցաբերում մեր նախաձեռնություններին եւ միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելու մեր թեկնածություններին, ասել է Նուրթլեուն։ Արարատ Միրզոյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ շարունակելու ամրապնդել երկկողմ գործակցությունը, որն ընդգրկում է ուղղությունների լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներ։ Անցած տարին նրա խոսքով կարևոր հանգրվան էր մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Թուրքիայի Ուլուդախ լեռնադահուկային հանգստավայրում ժամանակավորապես չգործող հյուրանոց է այրվել։ Հրդեհի զոհ է դարձել մեկ բանվոր, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Եթե Երևանը գնում է Եվրոպա, ապա պետք է վերանայել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, ասել է նա։
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը, ինչ աշխատանքներ են տարվում եւ ինչն է պատճառը, որ հյուպատոսությունը դեռ չի բացվել։ Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում, պատասխանել է արտգործնախարարությունը։ Ոստիկանները ներխուժել են Գյումրու Մայր Հայաստան դաշինքի շտաբ։ Վաղ առավոտյան Երևանի հակակոռուպցիոն կոմիտեն 6-րդ վարչությունը եւ Գումայրի բաժինը մտել են Մայր Հայաստան դաշինքի գրասենյակ եւ սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու Մայր Հայաստան դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից եւ աջակիցներից մի քանիսի բնակարանները։ Թեսլայի նոր մեքենաների գները կբարձրանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից այլ երկրների առևտրային սահմանափակումների պատճառով հաստատել է Թեսլայի սեփականատեր Իլոն Մասկը։ Կարևոր է նշել, որ Թեսլան չի խուսափել վնասներից այս հարցում։ Մաքսատուրքերի ազդեցությունը Թեսլայի վրա մնում է էական, գրել է միլիարդատերը X-ում։ Նրա խոսքով սակագնային սահմանափակումները կազդեն Թեսլայի մեքենաների պայստամասերի արժեքի վրա, որոնք մատակարարվում են այլ երկրներից։ Գնի վրա ազդեցությունը զգալի կլինի։ Մարտի 26-ին Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 25%-ի չափով մաքսատուրքեր կսահմանի երկրի սահմաններից դուրս արտադրվող բոլոր մեքենաների վրա։ Ժողովրդավարության եւ տնտեսության դեմ բոլոր ոտնձգողները կընթարկվեն քրեական պատասխանատվության, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդարություն եւ զարգացում կուսակցության խմբակցության նիստում փոխանցում է 10 գործակալությունը, այսուհետև բոլոր տեսակի տնտեսական դիվերսիաները կճնշվեն դատարանում։ Ազգի եղբայրությանը դարանկալողները պատասխան կտան արդարադատության առաջ։ Սա կույր թշնամություն կամ ռևանշիզմ չէ, այլ ազգային կամքի դրսևորում եւ պետություն լինելու անհրաժեշտություն, ասել է Էրդողանը։ Նա մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Էրդողանի խոսքով Իմամօղլուի եւ նրա շրջապատի նկատմամբ հետաքննությունը ցույց է տալիս, որ կոռուպցիան ակնհայտ է Ստամբուլի բնակիչների գաղտնի տեղեկատվության գողությունից մինչև 100 միլիոնավոր լիրաների գողություն։ Եթե դուք շարք նկարահանեք Ստամբուլի քաղաքապետարաններում կոռուպցիայի մասին, որը գլխավորում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը, այն ավելի շատ արկածներ կունենա, քան բրազիլիական սերիալները, ասել է նա։ Էրդողանը կոչ է արել ընդդիմությանը դադարեցնել փողոցային ահաբեկչությունն ու վանդալիզմը։ Մենք ակնկալում ենք, որ դատական համակարգը կկատարի իր պարտականությունը եւ նրանք, ում դատարանը մեղավոր կճանաչի, կպատժվեն, ընդգծել է Էրդողանը։ Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության Միրնոյե եւ Զապորոժիա շրջանի Մալիև Շերբակի բնակավայրերը, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Արևմուտքի ուժերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ եւ վճռական գործողությունների արդյունքում Դոնեցկի ժողովրդական հանրապետության Միրնոյե բնակավայրն ազատագրվել է, ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանության նախարարության տվյալներով Դնեպրի զորքերի խմբավորման ստորաբաժանումները ակտիվ ու վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Զապորոժիայի շրջանի Մալիև Շերբակի բնակավայրը։ Անցած գիշերվա ընթացքում էլ ուկրաինական 9 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից 5 Բելգորոդի շրջանի, 2-ական Կուրսկի շրջանի եւ Սև ծովի վրա, ասվում է Դաշնության պաշտպանության հաղորդագրության մեջ։ ԱՄՆ-ն Սիրիային է փոխանցել պայմանների ցանկը, որոնք Դամասկոսը պետք է կատարի պատժամիջոցների մաստակի չեղարկման դիմաց, հայտնում է Reuters-ը վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով ցանկում ներառված է նաև դրույթ օտարերկրացիների բարձր մակարդակի ղեկավար պաշտոններ չզբաղեցնելու մասին։ ԱՄՆ եւ Սիրիայի հարցերով փոխպետ քարտուղարի օգնական Նատաշա Ֆրանչեսկին մարտի 18-ին Բրյուսելում Սիրիայի հարցով դոնորների համաժողովի շրջանակում մասնավոր հանդիպման ժամանակ պահանջների ցուցակ է փոխանցել Սիրիայի արտգործնախարար Ասադ Աշ-Շիբանիին։ ԱՄՆ-ի կողմից առաջադրված պայմաններից մեկն էլ այն է, որ Սիրիան ոչնչացնի քիմիական զենքի մնացած բոլոր պաշարները եւ համագործակցի ահաբեկչության դեմ պայքարում, հայտնել են աղբյուրները։ Մեկ այլ պահանջ ըստ աղբյուրների այն է, որ օտարերկրյա զինյալները չզբաղեցնեն բարձր պաշտոններ Սիրիայի կառավարման կառույցում։ Սիրիան արդեն նշանակել է մի քանի օտարերկրյա նախկին ապստամբների, դրանց թվում Ույղուրի, Հորդանանցու եւ Թուրքի իր պաշտպանության նախարարության
հայտարարությունում, ինչն անհանգստացրել է օտարերկրյա կառավարություններին։ Վաշինգտոնը նաև խնդրեց Սիրիային նշանակել ներկայացուցիչ, որը կաջակցի ԱՄՆ ջանքերին գտնելու ամերիկացի լրագրող Օստին Թայսին, ով անհետացել էր Սիրիայում ավելի քան 1 տասնամյակ առաջ։ Բոլոր պահանջները բավարարելու դիմաց Վաշինգտոնը որոշակի թեթևացում կտրամադրի պատժամիջոցների հարցում, ասել են աղբյուրները։ Կոնկրետ գործողություններից մեկը կարող է լինել 2 տարով երկարաձգել սիրիական կառավարական կառույցների հետ գործարքների համար գործող բացառումը եւ հնարավոր է մեկ այլ բացառում մտցնել։ ԱՄՆ-ը նաև հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Սիրիայի տարածքային ամբողջականության, նշել է աղբյուրը։ Վաշինգտոնը պայմանների կատարման կոնկրետ ժամկետներ չի ներկայացրել։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալությունը մեր մասնավոր դիվանագիտական զրույցները հրապարակայնորեն չի քննարկում։ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Վաշինգտոնը վերահսկում է երկրի ժամանակավոր ղեկավարների գործողությունները։ Հունվարին ԱՄՆ-ն տրամադրեց 6 ամսյա ընդհանուր արտոնագիր հեշտացնելու հումանիտար օգնության առաքումը, սակայն դա անբավարար համարվեց թույլ տալու համար Կատարին պետական հատվածի աշխատավարձերը վճարել Սիրիայի կենտրոնական բանկի միջոցով։ Սիրիացի պաշտոնյաները, նրանց թվում Շիբանին եւ ժամանակավոր նախագահ Ահմեդ Աշարան, կոչ են արել ամբողջությամբ չեղարկել պատժամիջոցները, հայտարարելով, որ անարդարացի է դրանք պահպանել, երբ Ասադը տապալվեց դեկտեմբերին կայծակնային ապստամբների հարձակման արդյունքում։ Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ամանովը հայտարարել էր, որ Աշխաբադը մեծ կարևորություն է տալիս Երևանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության եւ գործընկերության զարգացմանն ու խորացմանը։ Armenpress-ի հաղորդմամբ այս մասին թուրքմեն պաշտոնյան հայտարարել էր Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում։ Նա հայտարարել էր, որ Թուրքմենստանը կարևոր նշանակություն է տալիս նաեւ տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Ցանկանում եմ նշել, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստից հետո հայ-թուրքմենական կապերն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի են խորացել։ Թուրքմենստանի ռազմավարությունն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի հետ գործընկերության հետագա խորացմանը, նշել է Ամանովը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում առկա գործընկերային հարաբերությունների մասշտաբը եւ մակարդակը հետզհետե աճում են։ Թուրքմենստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքները տեքստիլ ապրանքներն ու թեթև արդյունաբերական արտադրանքներն են։ Հայաստանից Թուրքմենստան հիմնականում արտահանվում են քիմիական արդյունաբերության, դեղագործական արտադրության ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներ, նշել է Ամանովը, վստահություն արտահայտելով, որ Հայաստանն ու Թուրքմենստանն ունեն բոլոր հնարավորությունները մեծացնելու փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները։ Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալը նաև մատնանշել է, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաև հումանիտար ոլորտներում, այդ թվում կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի ոլորտներում։ Նա նաև հայտնել է, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կան թուրքմեն ուսանողներ։ Բաթիր Ամանովն իր խոսքում ընդգծել է նաև հայ եւ թուրքմեն գիտնականների միջև համագործակցությունն ու գործընկերությունը, մասնավորապես սեյսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում։ Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի միանալու օրինագծին։ Քննարկման ընթացքում մի քանի էական փոփոխություններ են կատարվել փաստաթղթում։ Այսպիսով նախագծից հանվել է ինտեգրում տերմինը։ Նախաբանում այժմ խոսվում է անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Այդ անհետացել է հայ ժողովրդի միասնական կամքի մասին հիշատակումը, սակայն հայտնվել են թեզեր երկրի ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, բարեկեցությունը բարձրացնելու եւ անվտանգությունն ամրապնդելու ցանկությամբ մասին, գրել է Իզվեստիան ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի ամբիոնի վարիչ Վլադիմիր Նովիկովի խոսքով այստեղ կա քաղաքական հաշվարկ, իշխող կուսակցության վարկանիշն այս պահին ամենացածրն է եւ նման նախաձեռնություններով նրանք ցանկանում են իրենց կողմը գրավել Եվրոպամետ ընտրազանգվածին, փորձելով չոտարել ռուսամետ ընտրողներին։ Մեզ հայտնի է Երևանի պաշտոնական դիրքորոշումը, որտեղ ասվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն իբր չի հակասում ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը։ Իրականում ակնհայտ է, որ հակասություն կա, բայց Երևանում գերադասում են դա չնկատել, ընդգծել է փորձագետը։ Քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Newsru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանն ինքն իրեն թակարդի մեջ է գցել, վերջ դնելով իր հին դաշնակիցների հետ կառուցողական շփումներին։ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ուղղությամբ ուղղված վեկտորը ցույց է տալիս ոչ միայն իր անարդյունավետությունն, այլև իրագործման անհնարինությունը, նույնիսկ երբ համոզիչ խոստումներ են տրվում, նշել է Ասաֆովը։ Փորձագետի խոսքով այժմ Երևանը անհասկանալի պատճառով ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ
խաթարված հարաբերությունները։ Ասաֆովը կարծում է, որ Ռուսաստանը սակայն սրան պետք է զուս պարզականքի։ Նա նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, նշելով, որ միայն Երևանի ցանկությունը բավարար չէ Ադրբեջանի հետ վիճելի հարցերը լուծելու համար։ Սա նույնիսկ երկկողմանի ճանապարհ չէ, այլ եռակողմ ճանապարհ։ Այստեղ միայն Հայաստանի ցանկությունը բավարար չէ, քանի որ այս ուղու վրա որևէ որոշում կայացնելու համար դա պետք է լրջորեն քննարկվի, նշել է փորձագետը։ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետգեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է փաստաբան Հակոբ Ենոքյանից։ Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը 2022 թվականին ձերբակալվել, ապա կալանավորվել էր, իսկ ամիսներ անց գրավի դիմաց ազատ արձակվել, այսպես կոչված դեռևս ԱԱԾ-ում քննվող հրանոթի արկերի գործով։ Ըստ 2022 թվականի հունիսի 17-ի ԱԱԾ հաղորդագրության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու նախկին պետվարչության պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն իբրև 523 միլիոն 89 հազար ՀՀ դրամին համարժեք անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Շուրջ 1 տարի տևած նախաքննության արդյունքում 2023 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ դադարեցրել Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեղսագրվող արարքն իր կողմից չկատարելու հիմքով։ Հատկանշական է, որ թեև Արմեն Հարությունյանն ավելի քան 2 ամիս կալանքի տակ է եղել, ավելին պաշտոնապես հանրայնացվել էր նրա ձերբակալման մասին տեղեկությունը, իսկ ԱԱԾ հաղորդագրությամբ նույնիսկ կարելի է ասել խախտվել էր նրա անմեղության կանխավարկածը։ Գեներալը բարոյական փոխհատուցման հարց չի բարձրացրել։ Իդեպ հիշեցնենք նաև, որ Արմեն Հարությունյանը 2021 թվականի փետրվարի 25-ին ԳՇ հայտնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած զինվորականներից մեկն է եղել։ Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին Correio Brasiliense-ին։ Նախարար Միրզոյանը նշել է, մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթաց միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ, քննարկելու անվտանգության եւ առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության կայքից։ Ըստ հաղորդագրության, պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցելու Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Նա վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը աջակցելու կայուն միասնական խաղաղ Սիրիային։ Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների եւ բողոքի ցույցերի առնչությամբ։ Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդմամբ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Ֆրանսիական Arte հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը ջնջված է քարտեզից։ Այս մասին սոցցանցում գրել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ լրագրող Գրիգոր Ամիրզանյանը։ 28 րոպե շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել են Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ։ Քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված էր, նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ արձագանքել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։ Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես համաձայն չէ, որ Բաքվի պահվածքը կարելի է որակել որպես նոր պայմաններ։ Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության մեջ դրույթի փոփոխությունը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը վերջին 2.5 տարիների ընթացքում եղել են բանակցությունների կարևոր թեմաներից, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ Նրա պնդմամբ Բաքուն դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմին ներկայացրել է Հայաստանի սահմանադրության
Միջազգային օրենսդրության հարցերի ու քաղաքական հայտարարությունների մեջ առկա տարածքային պահանջների մասին փաստեր, որոնք ըստ նրա գիտակցում են նաև երրորդ երկրները։ Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ փոխի իր սահմանադրությունը, հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ չխուսափի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից, հայտարարել է Հաջիզադեն։ Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածությունները Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու վերաբերյալ բավարար չեն Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse, հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։ Սև ծովում էներգետիկ ենթակառուցվածքների կամ նախաձեռնությունների մորատորիումը ճիշտ ուղղությամբ է, բայց դրանք բավարար չեն տևական վստահելի հրադադար հաստատելու համար։ Էլ չենք խոսում խաղաղության համաձայնագրի մասին։ Մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի անանուն ներկայացուցչի խոսքերը։ Ռուսաստանը չի միջամտել Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախընտրական արշավին։ ԱՄՆ նախագահը ստորագրել է հրաման Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննությունը գաղտնազերծելու մասին։ Թրամփը իրավիճակը անվանել է անհեթեթ եւ խայտառակ, միաժամանակ ԱՄՆ նախագահը չի ցանկանում հրապարակել այս գործի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Դրա մի մասը դեռ գաղտնի կմնա։ ՀԴԲ-ն եւ Արդարադատության նախարարությունը պետք է ամանչեն, իսկ Բայդենը պետք է չի իրենից, սա երբեք չպետք է տեղի ունենար այս երկրում։ Իրանի արտաքին գործերի նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակները մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցել Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի եւ Էսմայիլ Բաղայեի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր։ Ընդգծվել է Հայաստանի եւ Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, համահունչ երկու արտաքին գործերի նախարարությունների մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության հետագա զարգացման եւ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել ԶԼՄ-ի միջև համագործակցության եւ լրագրողների փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։ Անի Բադալյանը եւ Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը, հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային ընթացիկ զարգացումները։ Նկատի ունենալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապա շրջափակման թեմայի շուրջ հանրային մեծ ուշադրությունը, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ նախագծի եւ ընդգծել դրա հիմքում ընկած առանցքային սկզբունքների անվերապահ հարգման առնչությամբ շարունակական հանրային հաղորդակցության կարևորությունը։ Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ գյուղերի բնակիչները հայտնում են, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից ակտիվ կրակոցներ են հնչում։ Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Ազատությունը կապ է հաստատել բնակիչների հետ։ Խոզնավարի բնակիչ Ռոման Գրիգորյանի խոսքով կրակոցներն ակտիվացել են վերջին օրերին։ Գիշերը ժամը 10-ին կրակել են 2-ին, 1 էլ 4-ին։ 3 դաշտում վարանելիս մեր ուղղությամբ են կրակել, ստիպված աշխատանքները 1-2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել, ասել է բնակիչը։ Խնածախի բնակիչ Մանուշակ Սողոմոնյանի փոխանցմամբ կրակոցները հնչում են արդեն 5-րդ օրն անընդմեջ, ինչի հետևանքով գյուղի բնակիչները տագնապած են։ 5 գիշեր է անընդհատ կրակոցներ են։ Ժամը 12:20-ին սկսում են մինչև առավոտյան 5:30։ Ժողովուրդը խուճապի մեջ է, գյուղի վրայով կարմիր փամփուշտներ են անցնում։ Ժողովուրդը վախեցած է։ Տներին չեն կրակում, սարերին, միգուցե նաև մի օր տներին կրակեն, որպեսզի մարդիկ դուրս գան գյուղից։ 5 գիշեր է սարսափի մեջ ենք ու տարբեր տեսակի զենքերով են կրակում, ասել է բնակիչը։ Ազատության հարցինի պատասխան բնակիչը նաև ընդգծել է, որ Սյունիքի ամենավտանգավոր գյուղերից է, որտեղ ադրբեջանական դիրքերը շատ մոտ են։ Պոստը նայում է դեպի գյուղ, իսկ դպրոցն անմիջապես դիրքերին մոտ է, հավելել է բնակիչը։ Խոզնավարի մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ կրակոցները ակտիվանում են հատկապես գիշերային ժամերին եւ եվրոպացի դիտորդները գյուղում չեն։ Մինչդեռ պաշտպանության նախարարությունը
հերքելով գրակոչների առկայությունը շարունակում է պնդել, որ հրադադարի խափանման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, քանի որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Ազատությունը նշում է, որ Սյունիքի սահմանային գյուղերի վարչական ղեկավարները չեն արձագանքում զանգերին, իսկ այս գյուղերը միավորող տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուլունցը հրաժարվել է մեկնաբանություն տալ, առաջարկելով անձամբ գնալ գյուղ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Հիշեցնենք, որ անցած շաբաթվանից տեղեկություններ կային նաեւ Սոտքում հնչած գրակոչների մասին, սակայն Պաշտպանության նախարարը խորհրդարանում լրագրողների հարցին ուղիղ չէր պատասխանել, նշելով միայն, որ գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է միայն վտանգավոր գրակոչների մասին։ Նշենք, որ մինչև այս դեպքերը Բաքուն պարբերաբար մեղադրում էր հայկական կողմին իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր։ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը՝ կողմ 64 դեմ 7 ձեռնպահ 0։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ այսօր ազգային ժողովում քննարկվելու է պետական կենսաթոշակների մասին, օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, սակայն իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է առաջարկին։ Նախագիծը, որը ներկայացվել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության կողմից, առաջարկում է հետևյալը. 2026 թվականից նվազագույն կենսաթոշակի չափը չպետք է պակաս լինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, եւ միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի սպառողական զամբյուղի արժեքին։ Առաջարկվում էր նաև սպառողական զամբյուղների բաղադրության եւ արժեքի սահմանման իրավասությունը վերապահել կառավարությանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված նախագծի կարգավորումների իշխանությունների 2021-ին ստանձնած հանձնարարությունների շրջանակում են։ Նրա խոսքով վերջին 4 տարիներին կառավարությունը հետևողական է եղել եւ կենսաթոշակների չափն արդեն ավելացել է 22%-ով։ Ժողովուրդ օրաթերթը թվային տվյալներով ներկայացրել է տարածաշրջանում եւ Ռուսաստանի Դաշնությունում միջին ամսական կենսաթոշակի քանակը։ Հայաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի աշխատանքային ստաժից եւ կենսաթոշակի տեսակից։ Աշխատանքային կենսաթոշակը, եթե անձն ունի աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնականում կենսաթոշակի հիման վրա, որը 2023 թվականից կազմում է 24000 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36000 դրամ։ Ըստ 2023 թվականի տվյալների, աշխատանքային կենսաթոշակ ստացող թոշակառուների միջին ամսական կենսաթոշակը կազմում է մոտ 49132 դրամ։ Վրաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի տարիքից եւ բնակության վայրից։ Մասնավորապես մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կազմում է 350 լարի, 70 եւ բարձր տարիք ունեցող թոշակառուների համար 450 լարի։ 2025 թվականին Ադրբեջանում միջին ծերության կենսաթոշակը կկազմի 569 մանատ, իսկ աշխատանքային միջին նպաստը կկազմի 494 մանատ։ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտավորապես 24000 ռուբլի։ Այս դեպքում կենսաթոշակի չափը պետք է կազմի կորցված եկամուտի առնվազն 40%-ը, այսինքն եթե 2025 թվականին 80000 ռուբլի է, միջին աշխատավարձը կենսաթոշակի չափը մոտավորապես հավասար է 32000 ռուբլու։ Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 10315 լիրա։ Առավելագույն վճարը կազմում է 25000 լիրա, որը սովորաբար ստանում են պետական հատվածի նախկին աշխատակիցները, ինչպիսիք են քաղաքապետները, նախարարները եւ վարչակազմի ղեկավարները։ Դոկտորական կոչում ունեցող Թուրքիայի քաղաքացիների միջին կենսաթոշակը կազմում է 18000 լիրա։ Այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը տարածաշրջանում կենսաթոշակների ամենացածր մակարդակն ունի։ Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակում է, բայց վերջին տեղում է հարևան երկրների շարքերում։ Օրեցօր թանկացող ապրանքների, հարկերի եւ կոմունալ ծախսերի պայմաններում ՀՀ թոշակառուների համար միջին կենսաթոշակը բավարար չէ անգամ նվազագույն կարիքները հոգալու համար։ Չնայած իշխանությունների հայտարարություններին կենսաթոշակների ավելացման մասին, վիճակագրությունն ակնհայտ է։ ՀՀ կենսաթոշակառուները շարունակում են գոյատևել ամենադժվար պայմաններում, ընդգծում է Ժողովուրդ օրաթերթը։ Իսկ այժմ եղանակի մասին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա, հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։